Այս սաղ բլոճը հլստեղ նայեք։ Տեսնում եք, այստեղ ձևավորվում են միջատները, որոնք այսենց ուտում են այս տերևները։ Կաղնի ծառ, պարզ երևում է, փողոցամիջյան ծառ։ Նայեք որդը, թեղու որդը։ Այլև մա որդը։ Նայ որդը։ Բարձես, Երևանի ծառերի մեծամասնությունը վարակված են, լվիճոտած, որդոտած, Երևանի կանաչապատում հիմնարկի չաշխատելու պատճառով, չսրսկելու պատճառով ժամանակին ծառերը, վարդերը, մրգատուները, թեղիները, սոսիները, կաղնիները, թխկիները, բոլորը ես ֆրացել իմ աչքով նայել եմ վարակված են։ Այս մեր բակում գտնվող խնձորենի է, ջուղայի բակում, քաղաքի բակում, ոչ թե մեր տան բակում։ Խնձորի ծառը, նայեք, այսքան լվիճ, հլստե նայեք, այս սաղ մոտիկ լավ է երևում, նայեք, այս սաղ բլոճ է, այդ որ ասում են, պետք է, նայեք, այս սաղ բլոճ է, հլստեղ նայեք, լավ է երևում, նայեք, հիմա սա խնձորի ծառեր, բոլոր են այս ձևի տերևները արդեն լվիճը կերել է, գնանք թեղին, թեղու վրա դեղնած տերև, եթե տեսնում ենք, տերևը եթե դեղնած է, սա կանաչ տերևը, նայեք, վրեն փոքր լվիճներ, հիմա սա եթե դեղնած է, ուրեմն արդեն լվիճը մտել է, թեղու տերևակերը մտել է մեջը, ուտում է, նայեք, ես ձեռքով ուղղակի սա լավ կլինի ցույց տամ, նայեք, մատերիս վրա լվիճները, այս դեղինը սպահես ավելի լավ է երևում դեպի արևը, այն մեջի բաները տեսնում եք, նա լվիճներն են, որոնք ուտում են ծառի տերևը, նայեք այսի, այս հատվածը կերել է, այս հատվածը դեռ չի կերել, ուտելով գնում է, նայեք մեջ ամբո, նայեք որդը, թեղու որդը, այլև մա որդը, նայ որդը, մա որդը, նայ որդը, այս ամբողջը նրա արդյունքն է, որ արդեն երկրորդ տարին է նորմալ չեն սրսկում Երևանի ծառերը, քաղաքապետանը ասում է, որ քիմիան մարդկանց վնասա կամ ինչա, նախ դուք սրսկեք գիշերը, առավոտյան դա արդեն էֆեկտը թողած է լինելու, երկրորդը ամբողջ աշխարհի երկրներում ծառերը սրսկվում են, ասում է գեր դոզավորում պետք է տանք, որը մարդկանց վնասա, դուք քիչ դոզայով սրսկեք, տեսեք օգուտ անում է թե չէ, նոր ասեք, որ օգուտ չի անում կամ չգիտեմ ինչա, Երևանի ծառերի 50%-ից ավելին հիմա կաղնիները, թխկիները, բոլոր մրգատուները, ծիրանենիներին նայում ես լացդ գալիս անենց վիճակա, բոլորը վարակված, դուք ասում եք թեղին, ձեր չաշխատելու արդյունքում, սա արդեն Նանսենի փողոցն է, այս հիանալի կաղնիները, կաղնի ծառը, Երևանի ամենաթանկարժեք, ամենալավ ծառերից մեկը, ու հիմա նայեք այս ծառի վիճակը, բլոճների վիճակը, ծառի վրա, տեսնում եք, մրջունները ու տերևների մի մասը արդեն ուտվում է, նայեք, իջեցնում եմ, սա մրջուն չի, սա բլոճ է, որը չսրսկելու, մոտիկ ասեմ, արդյունքում ուտելու է այս ամբողջ կաղնի տերևները շիրայոտ, նայեք, այս անցքերը տերևների արդեն կերած են, այս շիրան տեսնում եք տերևի վրա, դա դրա արդյունքն է, և եթե արդեն ուշ է, արդեն պիտի սրսկած լինեին, բայց եթե հիմա գոնե չսրսկվեն այս ծառերը, ապա մի ամսից այս բոլոր տերևները կերված, դեղնած ու շատ վատ վիճակի են լինելու, այսինքն այդ հեքիաթները, որ պատմում են թեղիների մասով, դա այդպես չի, դա իրանք արդարացնում են իրենց անգործությունը, Երևանի բոլոր ծառերը վարակված են և պետք է սրսկվեն, պետք է քիմիական ներազդեցություն, ուզեն թե չուզեն, նայեք, տեսնում եք, այստեղ ձևավորվում են միջատները, որոնք այսենց ուտում են այս տերևները, կաղնի ծառ, պարզ երևում է, փողոցամիջյան ծառ, հիմա նայեք այս թխկու վիճակը, նայեք ստեղ հլը, ամբողջը լվիճի մեջ կորած, նայեք ստեղ հլը, ամբողջ ծառը լվիճի մեջ կորած, վաղը նորից ցույց կտանք
նույն ծառի վիճակը։